Շնորհակալություն, ես մի քանի հարց ու մի քանի դիտարկում ունեմ։ Սկզբից երևի հարցերը տամ, հա, բան հոկտենեն, այնտեղ վերջում ձեր սլայդերի ինտերակտիվ բյուջեի հետ կապված կարող ես սխալ ընկալեցի, բայց ոնց որ դրա բացակայության կամ առաջարկությունների մեջ դրա լինելուն վերաբերող առաջարկ կար։ Առնվազն 2015 թվականից Երևանի քաղաքապետարանի կայքում կոնկրետ budget.yerevan.am URL-ով ինտերակտիվ բյուջեն հրապարակվում է։ Ուզում եի հասկանալ այդ առաջարկը ու դրա առկայությունը ոնց են հարաբերակցում։ Շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, ինտերակտիվ բյուջեն դա երբ որ ավականին հաստատվել է եւ արդեն բյուջեն կատարման փուլում է երամսյակների, բայց օրինակ շատ ավելի մասնակցության տեսակետից արժեր նաև որ ինտերակտիվ բյուջեի այդ գաղափարը լիներ նաև օրինակ բյուջեի նախագծի դեպքում, որպեսզի հասկանալի լիներ դա նույնպես քաղաքացիներին մանավանդ ինչպես ես արդեն ասացի, հիմնականում մասնակցություն կա առաջին փուլում բյուջեի ձևակերպման, այսինքն բյուջեի նախագծի եւ նաեւ վերջում, երբ որ բյուջեի արդեն կատարողականն է, այդ հաշվետվությունն է պատրաստ լինում, դա քննարկում է։ Նաեւ կատարողականի հարցը ինտերակտիվ ձևով լիներ, հիմնական դա նկատի ունի։ Հասկացա, մեկ էլ այն գնահատականը որ բազմիցս հնչեց, որ լսումներին հիմնականում կամ քաղաքապետարանի աշխատողներ են մասնակցում կամ այդպես ընկեր ծանոթ բարեկամ, այստեղ ուզում եմ, ասենց ասեմ, ընդհանուր առմամբ այդ քննարկումների ոչ շատ բովանդակային լինելը ես չեմ վիճարկի, բայց կվիճարկեմ, որ դա կամքի բացակայությունից է գալիս, բայց այդ արդեն բանի էլի կոմենտների փուլում կասեմ։ Ուզում եմ հասկանամ ինչ որ, այսինքն այստեղ քննադատությունը կայանում է նրանում, որ պատշաճ իրազեկվածություն չի լինում, ըստ այդմ մարդիկ չեն իմանում, որ կան, թե ինչ որ խոչընդոտներ կան ոչ ընկեր ծանոթ բարեկամների այդ լսումներին մասնակցության։ Մի խնդրի մասշտաբը հասկանալու համար։ Դուք, պարոն Գրիգորյան, ես կոնկրետ իմ պրեզենտացիայում չէ, ասեմ, ես նկատում եմ քաղաքապետարան, ես նշեցի, որ բաց կառավարության գործընկերությանը, երբ որ ընդունվեց առաջին ծրագիրը, այնտեղ կար մի հանձնարարություն նաև քաղաքապետարաններում բյուջետային ընդհանրապես քննարկումներ, այդ թվում է բյուջետային։ Հիմա ես կոնկրետ նկատում եմ քաղաքապետարաններում այդ ուրեմն մերին երևի կնշի նաև ավելի ընդհանուր քաղաքապետարաններում իմ ունեցած տվյալներով, երբ որ այդ հարցաշարը լրացվում էր, շատ դեպքերում կամ չէին կայանում, եղել են այդպիսի դեպքեր, նույն բյուջեի նախագիծը ըստ վարչական շրջանների կամ էլ հրավիրվում է հիմնական երբ որ նայում ենք, դրանք հենց քաղաքապետարանի աշխատակիցներ։ Այդ չեմ վիճում, ավելի պարզացնեմ հարցս, ուզում եմ ասեմ, բարեկամները իմանում են, որտեղ ասում են դստեղ լսում է, պետքա մարդ ապահով են գալիս են, բայց հենց ուրիշ մարդ է գալի ասում են դու մեր բարեկամը չես մի արի, թե ասենք այդ խնդիրը կա, թե չկա, այդտեղ չեն գալիս, որտեղ չեն իմանում։ Չէ, շատ դեպքում չեն գալիս, որտեղ շատ վատակ